ինչքան ա եղել, որ ես ազատությանը գրել եմ, ես իշտել ես խալեքարը, ասել եմ ներսկույս։ Պարոն Սիմոնյան, դուք ինչպես եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի աղմկարույց գրառումներն ուղղված հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին, չեք կարծում, որ ամեն դեպքում կարմիր գծեր են հատվում։ Ես կարծում եմ, որ իմ կարծիքը շատ քիչ կտարբերվի նախկինում հնչած կարծիքներից, որ մենք չենք քննարկում իրականության լինել չլինելը, այսինքն այդպես բան կա թե չկա, քննարկում ենք իսկ արժի դրա մասին բարձրաձայնել, թե չարժի բարձրաձայնել, երբ որ խոսքը գնում է հարգանքի, երբ որ խոսքը գնում է հավատքի մասին, երբ որ խոսքը գնում է հոգու մասին, ես կարծում եմ մենք պետք է քննարկենք դες բան եղել է, թե չի եղել, դες բան կա, թե չկա, ոչ թե քննարկենք դա ասել պետք էր կամ ասելու ձևը ճիշտ էր, թե ճիշտ չէր, ամեն մարդ օրինակ ես էլ եմ շատ բավականին այդպես կտրուկ հայտարարություններ անում, ես իմ ձևն ունեմ, ուրիշ մարդ իր ձևը ունի, դա արդեն ես չեմ կարծում, որ բանի մեջ հայոյանք ա եղել, այդ հայոյանք բառը, օրինակ հայոյանք եղել է ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից, հայոյանքը կոնկրետ բնորոշում է, հայոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է։ Ինչպես կբնթագվերեք Փաշինյանի դոմփել բառը։ Ինչու՞ չեմ կրկնել։ Կամ հայոյախառն արտահայտություն չի եւ չի։ Ես կրկնում եմ, հայոյանք բառը ունի իր բացատրությունը։ Մեկ-մեկ ասեմ շատ մարդիկ իմ ընկերներից ասում են, որ իմ խոսքը, որի մեջ որևիցե բան չկա, բառ չկա, որը կարող է որպես հայոյանք ընկալվել ինչ-որ կողմից, շատ ավելի ցավոտ եւ վիրավորական կարող է հնչել, քան դե ասում եմ, ամեն մարդ իր ձևը ունի արտահայտվելու, եւ իր ճիշտ ձևով գտնում է որ պահին թե ինչ ասի, ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք իսկ բովանդակությունը ինչի չենք քննարկում, որովհետև մենք սիրում ենք, այսինքն մենք սիրում ենք ձևը քննարկել, այսինքն լավ ձևը քննարկեցինք, անցան գնացինք, ձևը քննարկեցինք, ինչ որ մեկին դուր եկավ, ինչ որ մեկը չեմ հիշում ռեպորտաժներ փողոցում հարցում արեցին, ասես դե չէ, ես չեմ տեսել, ես իմ կարծիքը ասեցի, լավ անցանք դրա մեջ, դա ճաշակի խնդիր է, հա։ Բովանդակության հետ կապված դուք որպես լրատվամիջոցներ, ներողություն, դուք որպես լրատվամիջոցներ, արդեն որերորդ օրն է Հայաստանի Հանրապետության ղեկավարը հարցում է անում հրապարակային եւ ուզում հասկանալ որևիցե մի լրատվամիջոց արդյոք փորձել է հասցեատիրոջից հետաքրքրվել իրենք այդ հարցի պատասխանը ունեն, թե այդ հարցի պատասխանը դες լռելու են եւ ձևանան բայց հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի Համադրությամբ նախ եւ առաջ հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, դա մեկ։ Արդեն դարավ իրավական ինչ-որ բան։ Հետո Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն շատ առավելություններ է տալիս եւ վերջո կարծում եմ վարչապետը դրա մասին խոսել եւ բացատրել է, ինքը ասում է ես որպես հավատացյալ մարդ, որպես մարդ ում համար հայ առաքելական եկեղեցին սրբություն է, որպես մարդ ում համար հայոց կաթողիկոսը մեծագույն արժեք է, ես պետք է որպես հավատացյալ դրա մասին իմանամ։ Ինչի օրինակ բոլորը որ իրենց իրավունք կարող են վերապահել, օրինակ հետաքրքրվել ով վարչապետի ենթադրենք խոսում են վարչապետը ամուսնացած չի եւ այլ այսօրվա իրողությունն է դա դե լրագրողների մասին մենք չենք խոսում ես խոսում եմ դուք ում եք ամուսնացած չենք խոսում անձնական կյանքից որովհետեւ բացատրեմ չէ լրատվամիջոցների պրետենզիա չկա Էջմիածնի այսպես 7 տարի մասնակցում է 7 տարի առաջ որովհետեւ տեղի ունենում են ինչի մասին ես բազմիցս ասել եմ անցնում են հակառակ կողմը անցնում է գծեր եւ երբ որ դու օրինակ ազգային ժողովի նիստերին դահլիճում խոսում ես կոռուպցիայից եւ փորձում ես իշխանությանը մեղադրել կոռուպցիայի մասին իշխանական падգամավորը խոսում է ասում է բայց չէ որ դուք այսքան միլիոնի փող եք թալանել
եւ պատասխան է տալիս։ Երբ որ դու մտնում ես ինչ-որ մեկի անձնական կյանքի մեջ, մարդիկ նույն ձևի այսինքն այդ հետևել թե տեսեք էլի մենք փոխանակ նյութով զբաղվենք, հետևում ենք արժի տենց ասել, թե չարժի ասել։ Իհարկե ամեն մեկը իր համար իր գիծը գծում է։ Հիմա ես ասում եմ, որ բովանդակությունը, Ինչ տալու, որ իմացած կապիտոսը զավակում է։ Հիմա հարցին պատասխան։ Ինչ գիծ է եկեղեցին հատել, որ ասում եք գծեր են հատվել։ Ինչ գիծ է։ 21-ի Լսեք, ամենահետաքրքիրը գիտեք որն է, ես չեմ խոսում նրա մասին, որ եկեղեցին որոշել է, ոչ թե որոշել է, այլ արդեն բացահայտ է հայտարարել, որ ինքը կուսակցության դեր է իր վրա ստանձնել, չեմ խոսում Բագրատ Սրբազանի մասին, չեմ գնացեք դրանից նույնիսկ դրանից հետո Աճապարյան, հա, ճիշտ եմ ասում, Աճապարյանի մեկնաբանությունները նայեք, ասածները նայեք, վարչապետի հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները եւ անձնական որակումները նայեք, ընտանիքի վերաբերյալ անձնական բաները նայեք, այդ ինչ եք այն մի մասը տեսնում, այն մի մասը չեք տեսնում։ Չեմ հասկանում։ Սիմոնյան, վարչապետը մի գրառում է լերարել։ Հակասում եք, որովհետև նախ ասում եք, որ որպես քրիստոնյա, հա, մտահոգված եկեղեցու արժեքներով մենք այդ հարցը բարձրաձայնում ենք, արդյոք խախտել են կուսակրոնության ուխտետևել, եւ հետո հաջորդ նախադասությունը կամ մի քանի նախադասություն այն կողմ ձեր խոսքն այն մասին է, որ իրենք կարմիր գծեր էին հատել քաղաքականությամբ, հենց դրա համար հակասություն չկա, չէ, հակասություն չկա, անգեր։ Հետևյալն է, որ մարդիկ, ովքեր որ իրենց վրա վերցնում են ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու եւ այդ բարոյականության, հոգևորության, ինչպես նաեւ հարգանքի վրա կառույցը առաջնորդելու, իրանք պետք է հասկանան, որ այն հայտնի արտահայտություն կա, չէ, ասուդիկտո, իսկ դատավորները ովքեր են, այսինքն այն մարդիկ, որոնք որ եկեղեցու բակում, օրինակ Սուրբ Աննայի բակում քաղաքական միտինգներ են անում եւ հայրանքներ եւ վիրավորանքներ են հնչեցնում Հայաստանի Հանրապետության գործող եւ ընտրված իշխանությանը։ Հա, այդ մարդիկ պետք է հասկանանք այդ մարդիկ ովքեր են։ Այդ մարդիկ ինչ են տենց իրանց իրավունք վերապահում։ Վերջի վերջո նորից եմ ասում, եկեք հայտարարենք, թող հայտարարեն, որ այլևս կուսակրոնություն ինչ է տալու, որ իրենք պարզապես ունեն։ Ես ներողություն եմ խնդրում, այսինքն ես եկեղեցու հետ կապված, որպես քրիստոնյա մարդ, որպես մարդ, որը որ հավատք ունի, որևիցե ձևով չեմ կարող որևիցե բան ասել եւ հասկանալ, թե ես այդ ինչի եմ գնում, ինչ եմ այդ մարդկանց, օրինակ չգիտեմ, մարդիկան ձեռքն են համբյուրում։ Հիմա ուզում հասկանամ այդ ձեռքը այդ դրանից առաջ որտեղ էր։ Արժի այդ ձեռքը համբյուրել, թե չարժի այդ ձեռքը համբյուրել։ Սիմոնյան, օրինակ Ուրեմն հասկանամ, կարելի է իմանալ, թե չի կարելի է իմանալ դա։ Չէ, եկեք հասկանամ։ Լավ, այն մարդը, որ պատվիրաններից է խոսում, որ ինձ է քննադատում, ուրիշ մեկին է քննադատում, որ խոսում է երկրի բարոյական եւ քաղաքական ապագայի մասին։ Բայց չիմանանք այդ մարդիկ այդ լավ ոնց հալնում, որ ուրիշներին կարելի է, մյուսներին չի կարելի։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե նրանք վարչապետի հրաժարականը չպահանջեն, իշխանությանը չքննադատեին, դուք այս հարցը առաջ չեք երբ էին պահանջել։ 2020 չէ, 21-ին չէ, ավելի շուտ, պատերազմից հետո։ Հիմա որ թիվն է։ Բա հիմա ինչ եղավ, պարոն Սիմոնյան։ Հիմա ինչ եղավ, պարոն Սիմոնյան։ Ասացի արդեն, շոկ ջան, քանի անգամ ասում եք Բագրատ Սրբազանի ակցիաներն եք, որն էլ անցած տարի էր եղել, այսինքն իսկ այն ամենասկզբից, այն սկզբից ասածս չլսեցի։ Ասացիք Աջապահյանի հայտարարությունը։ Չէ, ասացի, որ մարդիկ մտնում են մի դաշտ եւ փորձում են այնտեղ լինել եկեղեցականներ որոշ, նախ եկեղեցին ունի բազմաթիվ պարկեշտ եւ հարգանքի արժանի մարդիկ հենց ներսում։ Ես այդ մարդկանց անունները, եթե պետք է լինի, նույնիսկ կբարձրաձայնեմ, թող պատասխանեմ, հարցս տվեք, մի ընդհատի, թող պատասխանեմ։ Երկրորդը, տարանջատեք եկեղեցին եւ հայ առաքելական սուրբ եկեղեցում ծվարած որոշ բիզնեսմեններին եւ որոշ եկեղեցական կանոնները խախտած մարդկանց։ Դրանք տարբեր բան են։ Այսօր շատ դրատվականներ գրում են հայ առաքելական եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ, ով փորձի ոտնձգություն անի, ես եւ իմ բոլոր ընկերները առաջինն են կանգնած այդ որպես պաշտպան անհատներին նույնացնում են եկեղեցու հետ, որը ի դեպ մեղ կա,
անհատը ու եկեղեցին ենք տարբեր բաներ են, ինչ որ մարդիկ ասում են ես ես ինչ մարդուն չեմ թողնելու եկեղեցի, դու ով ես որ հայ առաքելական եկեղեցու հետևորդին չթողես, մտնի ինքը եկեղեցի, դու ծառա ես, իրանք սուս մնա, չկգնամ հենց հիմա, եթե մյուս անգամ ընդհատեցիր, այդ մարդիկ ծառաներ են, իրանք պետքա ծառայեն այն մարդկանց, ովքեր որ հավատացել, իրանք ծառա են, ծառայից բացի իրանք ոչ մեկ են անկախ նրանից թե հաշիվներին ինչքան փող ունեն, Երևանի կենտրոնում Էջմիածնում ինչքան գույք ունեն, իշխանության մասին շատ բան են ասում, այսօր իշխանության դեմ մի այլ կարգի պատերազմ է գնում, այդ պատերազմը հիբրիդային ավելի է շատանալու, հիմա չես ընդհատում, այլևս քո հարցերին չեմ պատասխանելու, այո ասում են եւ ես եւ վարչապետը եւ մյուսները, երբ որ ասում են, որ մենք ինչ-որտեղ վիլլա ունենք, շենքեր ենք կառուցում, գնում ենք այդ ամեն ինչի հետևից եւ ի ցույց ենք դնում, որ դա հերթական սուտն է եւ կոչ եմ անում շարունակել յուրաքանչյուր այն մարդը, որ տենց բան է ասելու, ես վստահեցնում եմ, գալու ենք այդ մարդկանց հետևից, ձեր հետ լրագրողների հետ։ Պարոն Սիմոնյան, հիմա Փաշինյանը ամեն օր պետք է գրառում անի, լավ, բայց երկուսով ես չեմ կարող։ Անմտածելի է, պետք է պարզաբանի, ամեն օր այդ հարցադրումը պիտի հնչի եւ չկա պարզաբանում։ Ինչ է հետևելու, ինչ է կանելու հետո։ Հետ է ասում, մի հատ հասկանանք այդ մարդիկ, բացի ինչ է կանելու։ Դե կպատասխանեն ինձ թվում է, եթե իրանք չպատասխանեն, կարծում եմ մենք կպատասխանենք։ Չգիտեմ։ Ինչ դրսև, այսինքն կաթողիկոսին կստիպեք ճնշումներով հանրային հրաժարական տալ, դուրս գալ, որովհետև ասում են, որ ձեր հեռահար նպատակը հենց օրենսդրական փոփոխություն անել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտը այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը։ Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է, եւ ես երկրորդում եմ իր ասածը, կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում կարծում եմ որևիցե խոսակցություն շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպես բան կա, թե չկա, եւ չկա։ Եթե նման բան կա, պետք է ոնց, հիմա ես օրենք խախտեմ ու մնամ, ես հիմա որ ենթադրենք մեծ կոռուպցիոն ինչ-որ բան լինի, ասեմ, չգիտեմ, ասել եմ մի անգամ, ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, ասեք դե հիմա ինքը պետք է հեռանա, բա ինչ պետք է անեմ, ինքը բա ինչ պետք է անի, ուզում հասկանամ։ Այսինքն դու կա գնա ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, դրա ինչի պատմության մեջ թագավորներ են հեռացել։ Անգլիայի թագավորներից մեկը դրա պատճառով հեռացել է, էլի մարդիկ են հեռացել հայտնի մարդիկ, բայց ինչ պետք է հեռանա։ Ելի խնդրում եմ պարզի։ Մի հարց։ Ասա կարմոջ։ Այս արշավը ուղիղ կապ ունի, այսպես շատ զուգահեռ սկսվեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, երբ մեղադրեց հայրաքելական եկեղեցուն, Էջմիածինը գրեթե համարեց այսպես իրենց հոգևոր կենտրոն, եւ այս ֆոնից սկսվեց լուրջ նորից, կարելի ասել, երկրորդ փուլը հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Սրանք ուղիղ կապ ունեն։ Կարնե ջան, տեսեք։ Շվեյցարիայում կաթողիկոսի մասնակցությամբ արցախահայերի Ես չգիտեմ, երեխան ինչի հետ կապ ունի, մեկ։ Երկրորդը մենք չենք հետևում որևիցե մեկի երեխան ունի զավակ, թե չունի զավակ կաթողիկոսը։ Եվ մենք չենք հետևում նման բաներին, եւ ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանական շրջանակները փորձում են ամեն ինչի բան գտնել, բացատրություն գտնել, այդ Facebook-ում տարբեր բաներ գրել եւ փորձում են այսօր վարչապետը շատ ճիշտ նկատեց, որ փորձում են, երբ որ արդեն ապացուցված գրեթե փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, իրանք փորձում են մնացածին էլ կաշառակեր սարքեն, որ որևիցե ձևով չտարբերվեն եւ փորձում են այդպես բան ստեղծել։ Նման բան չկա, չի կարող լինել եւ դա Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանց զառանցանքն է, որին ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ, էլի։ Ասում են Ալբանիայում արիերի հետախուզակցության ժամանակ է պայմանավորվածություն եղել նաև Արցախի հետ կապված։ Այդ ասողները սեղանի տակ են եղել։ Այդ տեղեկությունները տարածողը սեղանի տակ են եղել ուրեմն։ Գնացեք իրենց հարցը։ Ասում եմ, որ այդ մարդիկ, ովքեր որ փորձում են նման բան ասել, սեղանի տակ են եղել,
եւ միայն այդ դեպքում կարող են նման բան ասել։ Ղարաբաղի հայաստանյան Հայաստանում որևիցե ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց կա, որ կարելի է անվանել ինչ որ կառույց, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել, հակառակ պարագայում ես վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա պետություն է եւ պետության մեջ այլ որևիցե կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևիցե մեկի կողմից եւ չի կարող։ Պարոն Սիմոնյան, արդյոք իշխանություններին ոչ մենք կրված ենք իրար հետ։ Բայց արդյոք տեղավորվում է լուրջ ընդունեցիր, գնացիր, կտաս, սպասի։ Լսում եմ, չեմ գնում, ստեղ եմ լսում։ Սպասում եմ ավարտեք։ Արդյոք իշխանությունները սարսափած են վերջին հարցումների տվյալից, որտեղ եկեղեցին ամենամեծ բարձր վարկանիշ ունի